Ես ճիշտ ասած չեմ ուզում այդպես կոպիտ ասել, բայց իրականությունը նման է։ Մեր ձևովն ու ԿՊ-ն նույն ձևով են, գրեթե նույն ձևով են շարժվում։ Ձևի մեջ երկուսն էլ ձևի մեջ լավ են, բայց ցավալի է, որ դա իմ կարծիքն է, բովանդակությունը ճիշտ չէ։ Երկուսի գործնեությունում էլ այնքան բովանդակություն չկա, որը պետականամետություն ցույց տա։ Այնպես որ, ասենք, ես չեմ կարծում, պարոն Աղազարյան ասեց 70%, ոչ, ուղղակի եթե Նիկոլ Փաշինյանը մեր ձևովին չհանի, ասենք, կարող է դա մեր ձևով հասցնի մինչև 30-35%, որովհետև այսօրվա իշխանությունները ամեն ինչ անում են, որ ապաճայի պայմաններում չգան ընտրության եւ այդ ընտրության չգալու պայմաններում իր ռեսուրսներով, իր հնարավորություններով ԿՊ-ն կարող է բավականին բարձր տոկոսներ ստանալ։ Այդ դեպքում մեր ձևովը հաղթելու հնարավորություն չունի եւ թույլ էլ չի տա ԿՊ-ն։ Իսկ ԿՊ-ի այդ բարձր տոկոսներին չի վախենալու իրենց արած ոսկումների։ Ոչ, նախ իշխանական ռեսուրսների շնորհիվ, որը անմիջապես կապված է ընտրության եկած մարդկանց քանակի հետ։ Օրինակ, եթե 1 միլիոնից մի փոքր ավել գա, իմ հաշվարկներով ԿՊ-ն չի հավաքի 30-35%-ից ավել։ Իսկ եթե 1,5 միլիոն ընտրության գան, նրա թիվը կիջնի ոչ ավել 25%-ի։ Իսկ եթե ընտրության գա ընդամենը 700-800 հազար, ԿՊ-ն 50%-ը կանցնի։ Մեր ձևովը ինքը քաղաքական լուրջ մոտեցումներ չունի։ Օրինակ, մեր ձևովին այսօր քննադատում են։ Այ քիչ առաջ ասացիք, ԿՊ-ն եգիպտացորեն ուտելով կուկուռոզ այսպես կոչված, պերաշկի ուտելով է իր բանը տանում, մեր ձևովն էլ կապանից սկսած մինչև վերև մեքենաների վրա կպցրել են խոստումներ, որոնք այնքան էլ իրական չեն եւ ժողովրդի ականջի համար են ընդունելի եւ այդպիսի խապկանքով, այսինքն ինձ համար ցավալի է, որ ինչպես ԿՊ-ն, այնպես էլ մեր ձևովը առանց հիմնավորման գաղափարներ է գցել քաղաքական դաշտ։ Կներեք, նրանք հիմնավորում են, ես օրինակ ձեզ կարող եմ ասել 300,000 աշխատատեղ դուք պատկերացնում եք, թե դա ինչ է նշանակում 300,000 աշխատատեղ։ Բոլոր տեսակի տնտեսագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ ամենաշատը կարելի է 140-145,000 տեղ աշխատատեղ բացել։ Իսկ իրենք ասում են 300,000։ Իրենք չեն պատկերացնում, թե ինչ վիճակ կառաջանա իրենց ասած այդ փոքր ու միջին բիզնեսին հարկերից ազատելը, ինչ խաժամուժ կառաջանա, կներեք բառս խաժամուժ եմ ասում, ինչ խառնաշփոթ կառաջանա, չի կարելի ասել բաներ, որոնք մարդկանց ականջների համար հաճելի են, բայց իրականության մեջ խապկանք։ Դուք հնարավոր է ԿՊ-ի հետ անհամենայնիվ համագործակցել։ Ոչ, բացառվում է, ոչ միայն հնարավոր չի, բացառվում է, բացարձակապես։ Մենք ԿՊ-ի հետ ոչ մի դեպքում չենք համագործակցի, որովհետև ԿՊ-ն այնքան է հեռացել հեղափոխական արժեքներից, այնքան է խրվել ինքն իր մեջ, իր խապկանքների ու կեղտի մեջ, որ մենք այլևս պարոն Աղազարյանի հետ միասին երբեք չենք կարող լինել, եւ այն մարդիկ, ովքեր մտածում են, թե մենք ԿՊ-ի հետ կարող ենք համագործակցել, չարաչար սխալվում են։ Կյանքը ցույց կտա, որ միակ ուժը, որը չի համագործակցում այսօր ԿՊ-ի հետ, բացարձակապես եւ ոչ մի հանդիպում կամ ոչ մի խոսք չի գցում քաղաքական դաշտ, որ հնարավորություն ունենանք
իբր թե խոսելու դա մասկն է